Ամեն։ Այսօր հայ եկեղեցին կտոնե Սուրբ Խաչին տոնը, որը կկոչվի Գյուտ Խաչի։ Իրականության մեջ մենք հայերս ի տարբերություն մյուս եկեղեցիներին կտոնենք 4 տոն Սուրբ Խաչին նվիրված։ Ավելորդը, որ մեկ ադավել է, դա Վարագախաչին տոնն է, որը կուկա ճիշտ այսօրվա տոնեն հետևելով։ Կսվի, որ Հիսուսի խաչելն ետքը հրեաները, որբեսի քրիստոնյաները չհավաքվեին Գողգոթային շուրջը եւ անիգա չդարձնեին սրբավայրը, Հիսուսին խաչը պահեցին։ Եվ երկար տարերով աս խաչը մնաց հողին տակ։ Եվ կպատմեն, որ աստեղը կօգտագործեին ուղագի աղբը թափելու համար։ Այսինքն ամենեն վատ տեղը, որ գոյություն ունի աշխարհին վրա, ան ինչ որ պետք չէ, աս Աբրանքին հետ թափված էր Հիսուսի խաչը։ Հեղինե Հռոմին կայսրուին, Կոստանդինոս կայսրին մայրը ուզեցավ ուխտագնացություն անել Երուսաղեմ եւ հոն ուզեցավ գտնել Հիսուս Քրիստոսին խաչը։ Կսվի, որ գտնելով 3 խաչեր, Հիսուսին խաչը եւ 2 ավազակներուն խաչը, չէին գիտեր որ մեկն էր Հիսուսինը։ Եվ նոր մահացած երիտասարդ մը վերցուցին եւ 3 խաչերուն վրա դնելով, երբ որ հասան Հիսուսի խաչին, հարություն առավ։ Խաչը պատմության մեջ առաջին անգամն է, որ հաղթական ձևով կրկին անգամ վեր կտրվի Գողգոթային վրա եւ հոն կկառուցվի Սուրբ Հարության եկեղեցին։ Ինչ կմնա Վարագախաչի տոնը, աս խաչեն կդորմը կբերվի Հռոմ եւ ետքը հրիփսիմյաց կույսերի միջոցով Հայաստան կհասնի։ Եվ պատմությունը գիտենք, որտեվ ամսեր մի քիչ առաջ տոնեցինք նաեւ Աստոնը։ Խաչը մեզի քրիստոնյաներուս համար մեկ նշանակություն ունի, մյուսներուն համար ուրիշ։ Հավատացեք, խաչին նայելով շատ մարդիկ տարբեր բաներ կտեսնի խաչին մեջ։ Խաչը ամոթանքի նշան է, խաչը պատժի նշան է, խաչը փառքի նշան է, հարության նշան է։ Մեզի կմնա քրիստոնյաներուս մտածել մեզի ամեն մեկիս համար ինչ է խաչը։ Հավատացեք, մենք շատերս խաչը մեր կուրսքին կանենք տնենք զարտի նման։ Ամենեն կարևոր խաչը քրիստոնյայի համար իր սրդի միջին խաչն է։ Եվ խաչը քրիստոնյային համար զո երտալու եւ աս զոհով փրկության հասնելու նշանը պիտի լա։ Ինչ որ զոհություն անելը չի նշանակեր օրինակի համար հարուստ մեկը, որ իր ունեցվածքներու մեծ մասը կզոհաբերե, որ փառքի մը հասնի, ավելի աղվոր տեղ մը հասնի։ Կամ մեկը, որ ամեն ջանք տնե, իր առողջությունը անգամ մեջտեղը կտնե, որ առաջ երտա, հասարակության մեջ տեղ մը հասնի։ Ասի չէ զոհությունը։ Ասի չէ, որ մարդը կզոհե, որ փրկության հասնի։ Մեզի համար պիտի լա խաչը նշանը զոհաբերելու մեր ինքը, այսինքն ամեն մարդ իրեն պիտի զոհաբերե կողքին նստածին համար։ Շատ հեռու չէր տանք, ես ամեն անգամ ասի կսեմ կողքին նստածին նայ։ Այսօր համար կզոհաբերես ինքդ, որ փրկության հասնես։ Կուզեի, որ այսօր խնդրենք Հիսուս Քրիստոսից, որ մեր մեջ, մեր սրդի մեջ զետեղե իր Սուրբ խաչը։ Ինչպես որ հրիփսիմյան կույսերը խաչապայտեն կդորմը բերեցին Հայաստան, որ հայերն էլ ունենային աս խաչեն մասնիկը, կուզենայի, որ խնդրեինք, որ Հիսուս փոքրիկ չնչին մասնիկը աս խաչեն փուշմը մեր սրդի մեջ զետեղե, որ մեր սիրտը սուրբ դառնա եւ կրնանանք Հիսուս Քրիստոսին հետևել
քրիստոնեական օրենքներուն համաձայն, որ փրկության հասնենք, որովհետև ինչպես լսեցինք այսօրվան ավետարանը, սարսափելի պիտի ելա դադաստանը, Հիսուսը գալով իր սուրբ նշանը մեզի ցույց տալով երկնքի մեջ հրեշտակները պիտի փող հնչեցնեն եւ ընտրյալներուն պիտի կանչեն փրկության համար եւ դադապարտելու մեղավորները։ Աղոթենք, որ Հիսուս մեզի արժանացնե աշխնորհքին, որ ըլլանք ընտրյալներու դասի մեջ, ամեն։